Նստեք Տիրոջ խաղաղության մեջ, շնորհակալություն մեր փառաբանության թիմին, մինչ կանցնեմ ծառայությանը, կխնդրեմ կողքիդ մարդուն ասես, շատ ուրախ եմ, որ դու կաս։ Բայց իրականում ուրախ եղի, որ ինքը կա քո կողքին։ Գիտեք, մենք մարդկանց սկսում ենք գնահատել այն ժամանակ, երբ որ նրանք չեն լինում։ Հիշիր այն մարդիկ, ովքեր քո կողքին են, իսկ հիմա չկան, երկնքում են, ննջել են։ Երբ որ իրանք չեն լինում, դու սկսում ես իրանց գնահատել։ Քանի կան, այդ ժամանակ գնահատի։ Ձեզ մի հատ բան կա, չէ, որ ասում է գնա մեռի, արի սիրեմ։ Դե միջև մեռնելը կարելի է սիրել։ Պետք չի մարդը չլինի, նոր սկսենք իրեն սիրենք։ Դու տեսնում ես նաև սոցցանցերում մի հատ հայտնի նկարիչն ու ոչ հայտնի, ինչ որ մի հատ նկարիչ մահանում է ու բոլորը հայտնիացնում են նրա մահից հետո։ Քանի կա քո կողքին այդ մարդը, գնահատի նրան եւ ուրախ եղի նրանով։ Գիտես, եկեղեցին ուժեղա, երբ որ եկեղեցում մարդիկ շատ են։ Եկեղեցին թուլանում, նու էդ էլ հարաբերական է։ Բայց եկեղեցու ուժը նաև մարդկանց շատությունն է, որտեղ մարդկանց շատության պատճառով սերմ ցանողները կշատանան։ Պատկերացրու սերմ ցանելը շատանա, քիչ չլինի։ Ես հիշում եմ, երբ որ մենք գառնանը սերմ էինք ցանում, գոյություններ սերմ ցանողներ եւ սերմի համար պատրաստողներ։ Մեկը բահով փորում էր, մյուսը սերմը գցում էր։ Մեկը բահով փորում էր, մյուսը սերմը գցում էր։ Եթե այն մարդը չուներ սերմ գցող, մենակ բահով փորելն էր։ Այդ մարդը բանը, տենց մի հատ հումորային բան ասում է, մեկը փորում է ու ծածկում, ասում է, բա ոնց է ծածկում ես, ասում է, սերմ ցանող այսօր չի եկել, դատարկ տեղը չի աճի։ Շատ կարևոր է այս սերմնացանները եկեղեցում, որ բարձրանան։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Վերնագրել եմ այսպես. սպասված անսպասելին։ Սպասված է Քրիստոսի գալուստը, բայց ինքը գալու անսպասելի։ Սպասում են մարդիկ, որ գալու է Հիսուսը։ Սպասված։ Բայց ինքը գալու է, որ չէին սպասում։ Գիտես, բազում տեղեր այսօր Աստծո խոսքով անցնելու ենք։ Հիսուսը ինչքան էր շեշտ սպասելու վրա։ Սպասված։ Այո, դու պիտի այդ սպասումը ունենաս քո ներսում։ Սպասում ինչպես է գալու Քրիստոսը։ Մարդիկ գիտես ոնց են ուզում սպասել, նշաններով։ Դե հելեսի չի եղել, դենի չի եղել, դե մյուսը չի եղել, դեռ կարա մի մեղքերի մեջ դեռ չի եղել։ Բայց Քրիստոսը գալիս է անսպասելի, չէր սպասում։ Ես ուզում եմ մենք հասկանանք սպասման սանդղակը, դες մի հատ բառ ծնվել, սպասման սանդղակ։ Ամեն մեկս ունենք սպասման սանդղակ։ Մի հատ պատկերացրու, դու սիրահարված ես մի հատ գեղեցիկ տղայի հետ, տղայի վրա։ Ու չես տեսել նրան մոտավորապես 5 տարի։ Եվ մի օր քեզ լուր է տալիս հեռավոր Սիբիրից, ասում է ճանապարհ եմ ընկել, գալու եմ իմ կարծիքով 20 օրից ձեր տունը կլնեմ։ Լսի, միջև այդ լուրը լսելը քո համար սովորական էր անցնում օրը։ Այդ լուրը լսելուց հետո սիրտդ սկսում է արագանալ։ Բացի արագանալը սկսվում ես պատրաստվես, որ հանդիպելու ես նրա հետ։ Սկսում ես, չգիտես, աղջիկը հենց մարդ է գալի, դու պիտի տները ու բորկանեն պատուհանները մաքրեն։ Ես չեմ հասկանում այդ հյուրերը պարտադիր գալու են պատուհանի փոշի նստուկ են, ասեն ես հասկանում ես, չգիտեմ, իրանք մի բան ուզում են անեն, նամանավանդ նեղացած կինը իր ամուսնուց, դրա արդյունքը տների մաքրվելն է, ջղայնացել է ու պիտի տները մաքրի, ամեն ինչ անի, որ տները մաքրվելն է, նամանավանդ, որ կինը ջղայնացած է, պիտի տները մաքրի, չգիտես, ոնց որ էդի տենց դրված է, ու ինչ է ելնում, ասում գալիս եմ, լսի, երբ որ դու լուրը լսում ես, այո, կա սպասում, որ ինքը գալու է, կա սպասում, որ ինքը գալու է, բայց երբ որ ինքը արդեն ասում է, լսի, Երևան, Զվարթնոց, օդանավակայանում վայրեջ կատարեցի,
Չգիտես խի այդ ուբորկետ ավելի արագանում, չէ՞։ Սկսում ես ավելի արագանել, ավելի, ու քիչ մնաց, էսա գալիս է։ Բա որ ասում է Դիլիջանը անցա։ Բա որ ասում է մտա Իջևան։ Բա որ ասում է ձեր թաղերում եմ։ Կայնած տեղը դողում ես այդ սպասումից։ Դու պիտի հասկանաս սպասման սանդղակը։ Ինչ ձև է սպասում Տիրոջ հետ հանդիպման։ Ինչ աստիճանի վրա է քո սպասման սանդղակը։ Դե գիտենք գալու է։ Դե կգա, ով չգիտի որ գալու է։ Բոլորն են սպասում Քրիստոսի վերադարձին։ Բայց դու ինչպես ես սպասում։ Քո սպասման սանդղակը, սպասման սանդղակն է, որ դռների մոտ է։ Ես ուզում եմ քո սպասման մեջ դու մտցնես այս սպասումը։ Դռների մոտի սպասում։ Խի դռների մոտի, օրինակ հարցը չի առաջանում։ Այն մարդը, որը որ դուրս էր եկել Սիբիրից, քո սիրեցյալը, երբ որ հասել էր ձեր դռան մոտ է հանդիպումը կայանում։ Դռների մոտի հանդիպումը դա ուրիշ զգացողություն է։ Դռների մոտի սպասումը դա ուրիշ սպասում է։ Դա սովորական սպասում չի։ Ես մի բան եմ հասկանում, որ եկեղեցին կորցրել է իր սպասումը։ Եկեղեցին Քրիստոսի մարմին էլ սպասում չունի։ Երբ որ նրան ասում ես մոտ է Քրիստոսի գալուստը, գիտի։ Բա ինչպես է սպասում նրա հետ հանդիպման։ Դե ես կմահանամ, կպրծեմ, Քրիստոսը կգա։ Բոլորը չգիտես խի տենց են սպասում։ Ես կամուսնանամ, երեխաներ կունենամ, տատիկ կդառնամ։ Ես պլաններ ունեմ։ Իմ պլանների մեջ չի մտնում Քրիստոսի սպասումը, որ գալու է։ Հիմա ես դու ես քեզ քննի, ինչպես ես դու սպասում Քրիստոսի գալստյանը։ Ինչպես ես սպասում։ Դռների մոտի սպասումն է, թե այն որ ասել են սպասումն։ Գիտես այսօր երբ որ քրիստոնյաներն ասես Հիսուսը գալու է, նրանք չեն զարմանալու։ Գիտես ով է զարմանում, որ Հիսուսը գալու է։ Աշխարհի մարդկանց, երբ որ դու մի առաջ անգամ ավետարան ես քարոզում, եւ ինչ ես ասում։ Ասում ես գիտես Հիսուսը գալու է, գալու է։ Ու երբ որ դու ասում ես գիտես Հիսուսը գալու է, մարդը հավատում է դրան եւ սկսում սպասել։ Ով առաջի անգամ երբ որ ընդունել է Հիսուսին, գիշերները չէր քնում։ Մեր տուն նենց հաստատվել, որ Տերը բազում հավատացյալներ ա բերել մեր տուն, տարբեր ժամանակների մեջ։ Բազում իմ տատիկը եղել է հոգեգալստական եկեղեցում։ Ինքը գիտես մեր ոնց էր ասում, Հիսուսը գալիս է։ Հիսուսը գալիս է, գիտես ոնց էր կայծ տալի, այդ կայծը նրա աչքերի մեջ տեսնում էր։ Բազում մարդիկ եկել էին մեր տուն եւ քարոզում էին, պատմում էին Քրիստոսի գալստյան մասին։ Ես մոտորապես 8-ից 9 տարեկան էի։ Որ ասավ արթուն մնացեք, որովհետեւ Տերը գալիս է, ես 3 գիշեր չեմ քնել։ Հելնում էի, նայում տենամ չի եկել, հավսո քնում էի։ Դες մանկական հավատք, որը սպասում էր, որ իր Տերը գալիս է։ Գիտես երկու ծայրահեղություն կա, ինչպես սպասել Քրիստոսին։ Սպասել այն ինչ որ անում ես, կրկնակի ավելի լավ անես։ Կա եկեղեցիներ, որոնք սպասում էին Հիսուս Քրիստոսի գալուստին, որ գալու է շատ շուտ, եւ իրանց երեխաները չսովորեցին համալսարաններ։ Ինչ որտեղ երեխաները մնացին անկիրթ։ Գիտես, միգուցե Տիրոջ գալուստը ուշանա։ Դու պիտի այն աշխատանքը, որը որ անում ես, այդ աշխատանքը նույն եռանդով կրկնակի անես։ Այն գործ ինչի մեջ որ կաս, շարունակես անես։ Մարդիկ կա, երբ որ լսում են Տիրոջ գալստի մասին, մի անգամ ռեմոնտը դադարեցնում են։ Ես Աստվածաշնչում թեմ տեսում, եթե լսես Տերը գա, ռեմոնտը դադարեցրու։ Դու գործիր քո գործը այնպես ու կրկնակի։ Պատկերացրու ուսանողները լսեն Քրիստոսը մոտ է գալիս է եւ ինչ է սպասում ունեն որ գալիս է ու թողեն իրանց կրթությունը։ Աստված այդ ձև հրամաններ չտվավ մեզ։ Դու սպասելով գործիր քո բոլոր հնարավորություններով եւ մնա այդ հնարավորությունների մեջ, որովհետեւ սպասումը քեզ քո առօրյայի չի գցում։ Սպասումը քեզ պետք է որ դու ապրես սրբության մեջ, ասես քո Տիրոջը նրա վերադարձին։ Ու ամբողջ գաղտնիքը սպասման մեջ է, սիրելի Աստծո ժողովուրդ, սպասման։ Հիմա ձեզ մի հատ հետաքրքիր օրինակ եմ բերում։
Ինչ որ մեկի ասեմ, գնա Իջևանի շատրվանների մոտ, նստի ու սպասի։ Այսօր մեր զոհաբերության խոսքոսացող խոսում էր չձանձրանալու մասին։ Մի քիչ կնստես ու կձանձրանաս։ Դե քանի սպասում եմ ձեռը հետ, ասեմ մի հատ են սառը մառոժնուց, շեմուչկից, քեզ ասել են սպասի, քեզ չեն ասել զբաղվի, սպասելը դա հեշտ գործ չի, բայց իմացի սպասել գործ չի։ Սերմնացանի առակի մեջ, Ղուկասի ավետարանի մեջ խոսում է նրա մասին, որ բարի սերմերը նրանք են, որ համբերությունով պտուղ էին տալիս։ Միգուցե այս համբերության տեղը կարանք դրանք սպասելով պտուղ էին տալիս։ Ինչպես էին պտուղ տալիս, համբերելով, սպասելով։ Եթե դու այսօր չունես սպասում, որ միգուցե կարճ ժամանակ հետո, մի տարի, մի ամիս, 2 ամիս, 5 տարի, 20 տարի հետո, այդ սպասումը չկա, դե գիտես, որ լինելու է, այդ օրը կլինի, բայց գիտես ոնց, անսպասելի։ Ուզեմ Աստծո խոսքից կարդանք Մատթեոս 24-րդ գլուխ 42-րդ խոսքից։ Արդարթուն կացեք, որ չգիտեք, թե որ ժամում է ձեր Տերը գալու, բայց այս իմացեք, որ եթե տան Տերը գիտենա, թե որ պահին կգա գողը, արթուն կգենա եւ թույլ չի տա, որ իր տունը ծակի։ Սրա համար դուք էլ պատրաստ կանգնեցեք, որ այն ժամում, որ դուք չեք կարծում, Մարդի որդին կգա։ Երբ կգա, երբ որ դու չես սպասում, չես կարծում։ Գիտես, Հիսուսը գալու է իր եկեղեցու հետևից։ Մի անգամ գալու է գիշերվա գողի պես, մի անգամ էլ գալու, որ բոլորն են տենալու։ Քրիստոսը վերցնելու է եկեղեցին, հափշտակելու է եկեղեցին։ Մի անգամ հանկարծակ ոչ մեկը չի իմանալ, ոչ մեկը չի տեսնելու։ Բայց երկրորդ անգամ նրա գալուստ լինելու է, որ երկինքը բացվելու է, տենց ազգ չի լինելու, Քրիստոսի գալուստը չիմանա։ Մենք շատ ժամանակ շփոթում ենք, որ Քրիստոսի գալուստը դա վերջն է։ Հափշտակությունը դա վերջ չի, դա սկիզբն է։ Քրիստոսը գալու է իրենների հետևից, նրանց հետևից, ովքեր սպասում ունեն, ովքեր սպասում են։ Իսկ ովքեր չեն սպասում, կներես, բայց արդեն իր կյանքի գնով, չպիտի ընդունի սատանայի նշանը իր ձեռքին եւ իր ճակատին, բայց ովքեր որ սպասում են, եւ Աստծո խոսքը հստակ խոսում է, ովքեր որ սպասում են, գիշերվա գողի նման չի գալու իր վրա, ովքեր որ սպասում են, դա գողի նման չի լինելու, սպասում ունեցող մարդկանց։ Ես այսօր ուզում եմ քարոզեմ ոչ թե վերջի օրերի մասին, այլ որ քո սպասումը կենթանանա։ Ուղղակի ես թեթև կարող եմ ինֆորմացիա տամ, բայց իմ քարոզի նպատակը, որ քո սպասումը, այն սանդղակը սպասման, որ տեսար, գա դռների մոտի սպասում։ Ու այդ սպասումը չթուլանա։ Գիտես, եկեղեցիներ կան, որ նրանք ունեցել են արթնություններ, որովհետև մեծ սպասում ունեին։ Երբ որ դու սպասում ես Քրիստոսին ամենօրվա սպասումով, դու կողքիդ մարդին չես վիրավորում, չես մտնում համեմատության մեջ, սիրում ես քո ընտանիքի անդամներին, փոխվում է քո պատկերացումը, որովհետև դու սպասում ես Տիրոջը, որովհետև դու սպասում ես նրան, դա արթնության բանալին է սպասում։ Նայենք Աստծո խոսքին մի ուրիշ անկյունից։ Երբ որ ասում է արթուն մնացեք, դու պատկերացնում ես ինչ որ մեկը արթուն մնա առանց պատճառի։ Օրինակ ասենք զինվորականը արթուն է խրամատում։ Արթուն մնալը դա գործողություն է։ Արթուն մնալը դա քիչ է։ Արթուն մնաս ու սպասես։ Եթե միակ պիտի արթուն մնաս, արթուն մնալը սպասելու համար է։ Այս տարի մեզ համար հրճակվել այս տարին մեր հով Արտուր Սիմոնյանը զարթոնքի տարի, զարթնելու, արթնանալու, որ ինչ անենք, որ սպասենք, որ սպասում ունենանք,
որը սպասում է լինի դռների մոտի սպասում։ Երբ որ քո մոտ դռների մոտի սպասում է, քո գործողությունները փոխվում է։ Հավատացեք, ակտիվանում է քո հոգևոր կյանքը։ Դու հասկանում ես, որ շատ քիչ ժամանակ ունես։ Դռների մոտ է Քրիստոս։ Սպասումդ երբ որ փոխվում է, գործողություններդ փոխվում է, ապրելակերպդ փոխվում է։ Հավատքդ ակտիվանում է, երբ որ սպասումդ փոխվում է։ Սպասում ունի սանդղակ, հեռու չի։ Կգա Տերը, երբ որ նրան չէին սպասում, այդ ժամանակ կգա։ Գիշերվա գողի պես, որ գա, այդ ժամանակ է գալու, ոչ մեկը չէին սպասում։ Եթե տանտերը իմանա, որ գա, հիմա տանտերը դուք եք։ Իմացի գալու է։ Արթուն մնա քո հոգևոր կյանքի մեջ եւ ակտիվ սպասում ունեցիր, ոչ թե մեռած սպասում։ Մենք մի հատ նկար ունենք, կարանք այդ նկարը դնենք։ Ինքան լավ նկար է, էսի AI-ն է արել, ես սրանից գլուխ չեմ հանում, երիտասարդները ինձ օգնել են, ես թուղթուգրիչով եմ ուզում նկարեմ, բայց, չգիտեմ, մեր Վաչեն ինձ օգնեց։ Փեսան եկել է մի հարսի վիճակին։ Եթե հիշում եք, Փեսան Հիսուսն էր, հարսը մենք։ Մի հատ հարսի սենյակի, սովորական երիտասարդի սենյակը։ Այս ժամանակների պատերը խզմզած, կերած թողած, չգիտեմ, հարսը պատրաստվում է։ Ասենք ստեղից ով հարս կտան։ Բայց գիտես կարա 5 րոպե հետո այս հարսը շատ սիրուն ներկայանա, ինքը ինչքան հոգևոր է։ Մտնում ես սենյակ, հասկանում ես, որ հարսը պատրաստ չի։ Հարսը պատրաստում էր, որ Փեսան պիտի գա։ Պիտի գա։ Փեսան էլ է զարմացել, որ հարսը պատրաստ չի։ Սպասում էր, որ հարսի հետ պիտի հանդիպում ունենա։ Հարց եմ տալի, որտեղ կորցրիր քո սպասումը, որտեղ կորցրիր։ Որ ունեիր դու այդ սպասումը, որ Փեսան էսա գալիս, որտեղ կորավ քո սպասումը։ Ակտիվացրու քո սպասումը, փոխվելու է քո հոգևոր կյանքը։ Ակտիվացրու քո սպասումը, փոխելու է քո հոգևոր կյանքը։ Արժևորվելու է քո կողքի մարդիկ, չես ունենալու պատերազմներ, թշնամություններ չի առաջանալու ներսդ։ Հասկանալու ես, որ մոտ է, դռների մոտ է։ Քո սպասումը պիտի միշտ այդ ձև լինի, միշտ, չպիտի փոխվի սպասումդ։ Չգիտեմ, ես նկարը ինչ որ բան քեզ ասում է, թե չէ։ Ես մարդիկ գիտեմ, երբ որ իրանց երազի մեջ տեսել են, որ Տերը եկել է ու իրանք պատրաստ չեն։ Աստված ցույց է տվել այդ մարդու հոգևոր վիճակը, որ Տերը եկել է, բայց դու պատրաստ չես։ Գիտես, կարող է դու էլ քո կյանքում տեսնես երազներ, որ Աստված գալիս է ու դու պատրաստ չես։ Պատրաստվի։ Եվ մի քնի, արթուն մնա, բայց արթուն մնալը ունի նպատակ, դա սպասումն է։ Ամեն։ Ես նկարը մտածում եմ ժամանակ առ ժամանակ կդնենք, որ լիքը երիտասարդներ գնան իրանց սենյակները մաքրեն, լիքը հավատացյալներ էլ իրանց կյանքը մաքրեն։ Ամեն։ 45-րդ խոսքից. Ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառա, որ իր Տերը նրան իր ծառաների վրա դրավ, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Երանելի է այն ծառային, որ նրա Տերը երբ որ գա, նրան նույնպես անելիս կգտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա իր ամեն ունեցվածքի վրա կդնի։ Բայց եթե այն չար ծառան իր սրտում ասի, իմ Տերի գալը ուշանում է, եւ սկսի իր ծառայիններին ծեծել, ծեծել դա չի նշանակում մտրակել, խոսքով կարաս այնքան ծեծես, քննադատական ինչ որ բաներ ասես, Աստծո ծառաների նկատմամբ, Աստծո ծառաներից իր ծառաներին ծեծի եւ արփենողների հետ ուտել խմել, այն ծառայի Տերը մի օր կգա, որ նա չէր սպասում եւ մի ժամին, որ նա չգիտեր։ Երբ կգա ծառայի Տերը, որ նա չէր սպասում։ Սպասումը ամբողջ գաղտնիքը մեր հավատքի մեջ դու պիտի ունենաս դռների մոտի սպասում, որ հանդիպելու ես քո Տիրոջը եւ կգա այն ծառայի Տերը, երբ որ նա չէր սպասում, եւ նրա միջից կկտրի եւ նրան բաժինը կեղծավորների հետ կդնի, այնտեղ կլինի լաց եւ ատամի կրճտոց։ Չսպասող վիճակը կեղծավորության հետ է համեմատում։ Իսկ կեղծավոր վիճակը դա միշտ ասում էր փարիսեցիներին,
որովհետև նրանք պահում են իրանց տեսքը, աստվածապաշտության կերպարանքը ունեին, բայց ներսում զորություն չկար, ներսում սպասում չկար, ներսում չկար Քրիստոսի հետ հանդիպման ցանկությունը։ Ու դա ասում է կեղծավոր վիճակ է, երբ որ իր ծառան չի սպասում իր տիրոջ։ Ու մարդը պիտի վերաակտիվացնի իր սպասման սանդղակը։ Ինչպես է սպասում։ Հիմա դու ինքդ քեզ հարց տու։ Քեզ ինքդ հարց տու, ես ինչպես եմ սպասում։ Ուղիղ եղի քեզ հետ անկեղծ եղի։ Միգուցե դու պլաններ ունես, որ պիտիներ անես ու չհասցնես, ու քո սպասումը այդտեղ կորչ չի։ Բայց նպատակ ունեի, պիտի տները ամբողջովին վերանորոգել էի, Երևան կվարծիր ունեմ, այդ կվարծիրն էլ գիտես, չէ՞ որն է։ Հիպոթեք են անում, այդ կվարծիրն։ Գնում ես, ուզում ես տան իրա կվարծիրն ցույց տա։ Օդի մեջ մի կտոր է, այնտեղ իմն է լինելու։ Շենք չկա էլի այնտեղ։ Մի կտոր օդ են առնում ու ամբողջ սպասումը գնում է այդտեղ։ Չէ կլինի այդ շինարարությունները կհասնեն, իրան էլ կհասնեն։ Բայց ուղղությունը փոխվում է սպասման։ Մարդիկ բազում սխալ սպասումներ էլ կա։ Երբ որ մարդու սպասումները սխալ են։ Կուզեմ կարդամ Մարկոս ավետարան 13-րդ գլուխ 29-րդ խոսքից։ Այնպես էլ դուք, երբ որ տեսնեք այս բոլորը լինելիս, իմացեք, թե մոտիկ է դռներին։ Մոտիկ է դռներին։ Դռների հանդիպումը դա գրկախառնությունն է դռներին, որ արդեն դուռը ծեծում է, այդ մարդու հետ պիտի հանդիպես, դու գիտես էսա բացում ես ու հայկական ջիգարով ջերալի այդ հանդիպումն է։ Շատ կարևոր է, որ այդ դռների մոտի սպասումը մեր մոտից չհեռանա։ Դռների մոտ դա նշանակում է դռան հետևին է։ Դռան։ Ու մենք պիտի ակտիվ լինենք այդ դռների հետևի սպասման մեջ։ Օրինակով, ցենց մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ։ Երբ որ անձրև է գալիս, կայծակ է խփում, նամանավանդի ջևանում ինչ ենք ասում, կարող այսա կարկուտ գա։ Եղածա չէ տենց բան։ Տեսել ես սենց բան, որ ոչ անձրև գա, ոչ ամպը գրգռա, կայծակը խփի, բայց կարկուտը թափվի։ Իջևանը մի անգամ այդ ձև ընկավ կարկտահարության տակ։ Ես դրսում կայնած էի, դա 2011-12 թվերին, դրսում կանգնած էի, եղանակը արևոտ, անձրև չկար, կայծակ չկար ու անսպասելի կարկուտը սկսեց ջարդել։ Անսպասելի, չէիր սպասում։ Անսպասելի իրավիճակները միշտ էլ կարող քո կյանքի վրա ազդեցություն ունենա։ Անսպասելի։ Դու չէիր սպասում այդ ամենին։ Հիմա նույն ձև sense մի հատ բան կա, որ ասում է կյանքը անդասիրակ մատուցողը։ Մատուցումը այն ինչ որ չես սպասում, չես պատվիրել։ Շատ ժամանակ կյանքն էլ է բաներ քեզ մատուցում, որ դու չես սպասել դրան։ Բայց զգում ես բերել է։ Դու շատ առողջ էիր, մեկ էլ տեսնում ես պատահական գնացիր հիվանդանոց հայտնաբերեցին։ Մեր ընկերներից մեկը պիտի գնար այս զորահավաքներին, գնացել էր իր այդ սովորական այդ կոմիսիան անցնի, որ գնա զորահավաքներին։ Հայտնաբերել են, որ շատ մեծ չափի թոքի վրա էխինիկոկոռուցք ունի, տենց բան ունի, պիտի վիրահատեն։ Չէր սպասում այդ մարդը, որ տենց բան կնի, բայց երբ որ մտավ ստուգման մեջ, տեսավ, որ իր կյանքում կա այդ անսպասելի, անտեսանելի, այդ թաքնված, նույնպես մենք հաշիվ տանք մեր ապրած կյանքին։ Գիտես դու միգուցե ասես, հայ ես սպասում եմ, որ Հիսուս էսա կգա, բայց քո մեղքի կյանքը տենց էլ չցանկանաս տեսնես։ Լսի, սպասել դա դեռ չի նշանակում, որ ներսումդ ակտիվացնես սպասումը, բայց սրբության կյանքը չհետևես։ Դռների մոտի հանդիպումը, այ պատկերացեք, ասենք, ինչ որ մեկը ձեր տուն հյուր է գալիս, որ արդեն պիտի դռների մոտ հանդիպես։ Ինչ ես անում։
Հանդիպումից 15 րոպե է մնացել։ Արագ-արագ օծանելիք ցանում ես, սրվում ես, հարդարվում ես, շատ ժամանակ չես հասցնում, բաղնիքում ես մնում, հարդարման process-ի մեջ։ Երբ որ դու սպասում ունես, դու պիտի նայես քո կյանքը, բան չանես, ուղղակի ինքդ սպասես, բայց քո կյանքին բացարձակ չնայես, չհետևես քո սրբությանը։ Առանց սրբության ոչ ոք չի կարող Աստծուն տեսնել։ Առանց ինչի։ Առանց վարկերի, առանց վարկերի չէ։ Առանց սրբության։ Առանց սրբության ոչ ոք չի կարող Աստծուն տեսնել։ Բայց դու էլ որոշել ես, որ սրբությունով չապրես։ Ես էլ այս ձև եմ։ Ինձ այս ձև ընդունեցեք։ Մենք կարանք քեզ այդ ձև ընդունենք, բայց ով որ գա, նա չի կարող այդ ձև քեզ ընդունի։ Ընդունողը մենք չենք։ Մենք քեզ այդ ձևել ենք սիրում, համաձայն չենք քո արածների հետ, բայց ընդունողը մենք չենք։ Ընդունողը Տերն է։ Քո ապրած կյանքը պիտի հաշվետվություն լինի Աստծուն։ Այսօր ինչպես ապրեցիր։ Տեսել եք sense մի հատ բան, երբ որ մենք մեքենաներով տեղ են գնում։ Նամանավանդ Հայաստանում գոյություն ունի գազի լցակայաններ։ Այն սիրուն բառը, ագալճկը։ Չգիտես էլ այդ ինչու։ Ագալճկը կանգնեցինք գազ լցնելու։ Ուր են գնում։ Սպասասրահ։ Ինչքան ես մնում սպասասրահում։ Տեսել ես սպասասրահում մարդիկ գնաց, տենասել ես իրանց անկողինները գցել են ու քնում են։ Կամ սպասասրահում տենասել ես մեկ իր համար տուն ասարկում։ Սպասասրահը դա ժամանակավոր կացության տեղ է, ժամանակավոր։ Մենք հիմա սպասասրահում ենք։ Սպասասրահում ժամանակավոր։ Ինչի ես այդ սպասասրահում։ Նոր տուն ես կառուցում։ Մենք սպասասրահ ենք մտել։ Սկզբում երկնքում ենք եղել։ Դրանից հետո իջել ենք երկինք, որտեղ Տիրոջ խոսքն ասում է ես քեզ ունեի միջև դու կայիր։ Իրա մոտ էիր։ Կարճ ժամանակով իջել ես սպասասրահ, սպասելու, պատրաստվելու։ Դե հիմա պատկերացրեք, ես ինքս երկար ժամանակ Թիֆլիս Երևան մարդիկ եմ տեղափոխել ու կար գոյություններ սպասասրահ։ Դու պատկերացրու ես այդ մարդուն սպասասրահում միջացրել եմ մաքուր կոկիկ։ Ինք ուզում է իմ մեքենան նստի ցեխոտ կեղտոտ։ Թույլ կտամ։ Գոնե են մնացած մարդկանց պատճառով կասեմ գնա մի հատ մաքրվի, որովհետև այդ մարդիկ այդ հոտը վրից հետ գալու է։ Սպասասրահում մենք իրավունք չունենք ինչի մեջ ասես լինենք։ Սպասասրահում դու պիտի պահես քո այդ սկզբնական վիճակը գոնե։ Այո, Հիսուսը մեզ մաքրեց, սրբեց, իր համար հատուկ ժողովուրդ պատրաստեց։ Հատուկ ժողովուրդը գիտես, սուրբ ժողովուրդը, սրբած ժողովուրդը գիտես ինչի համար։ Առանձնացված Տիրոջ համար։ Առանձնացված թե խառնված։ Աշխատանքի տեղը 4-5 տարի նույն տեղը աշխատել ես։ Նույն ձևի պիղծ հիմար կատակներ են անելուս էլ հետդ։ Եկել ես Հիսուսի։ Ականջը չես կտրում այդ աղբից։ Ուզում ես դու էլ իրանց հետ քմծիծաղ տալով ուղիղ ասա չեմ ուզում ես աղբանոտ չեմ քո համար որ մեկ էլ 3 օր չարչարվում ես որ նրանց մի հատ հիմար հումորը քո ականջից ու մտքից հանես իրան գնում են բայց աղբը քո մոտ է բազում հարազատներ ունեք որ նրանց հետ ունեք խոսելաձև որ վայել չէ քրիստոնյային մեր իջևանի բարբարով ինչքան անեց կտա տալիս են քեզ զանգում աղջի կտրված գիտես ինչա դու լասում ես հա կտրվածն է ու տենց էլ չես շտկում այդ մարդկանց ինչից ես կտրված ինչա բանի մեքենայի տոմսի
համար քննություն ես տվել, կտրվել։ Ինչից ես կտրվել։ Այդ կտրվածը ինչն է որ կտրվել։ Քննությունները չես հանձնել, կտրվել է, որտեղ ես կտրվել, կտրված։ Ու շատ ժամանակ մենք հարմարվում ենք այդ բառերի հետ, ու այդ բառերը սկսում են մեր կյանքում պտուղ տալ։ Այո, մենք սպասենք ինչպես սրբությունով, աչքդ գցած։ Մի հատ նայենք պահակակետի զինվորին։ Ինքը սպասում է, որ թշնամին է գալու։ Մենք սպասում ենք, որ Տերն է գալու։ Ոնց է սպասում։ Ոնց որ ասում են ժամապահեն ասում են մի քնի սպասի։ Սպասի, որ ինչ անի։ Աչքդ գցած նայիր։ Այո, Տերը կգա, երբ որ նրան չէին սպասում։ Մարդիկ սպասում չունեն։ Այսօր եկեղեցում Քրիստոսի մարմնի մեջ առանց սպասման հավատացյալներ, առանց սպասման դու ձանձրանալու ես, դու հոգնելու ես, մոտիվացիա չի լինելու քո հավատքի կյանքի մեջ։ Դու մի հատ սպասի, տես ոնց է նկարները փոխվում, պատկերները փոխվում, ու չլինի որ Տերը քո վրա գա ու դու չիմանաս որ եկել է։ Երբ որ դու շատ ժամանակ ես անցկացնում սոցցանցերում, հափշտակությունը ինտերնետով է ստենալ, ասում են տղեկը գնացին։ Երբ որ քո ժամանակը, ամբողջ ժամանակը ինչի վրա դնում ես, դա դառնում է քո Աստվածը, քո սպասումը այնտեղից է, քո սպասումները փոխվում է։ Աստված էլ մեզանից սպասում ունի, որ մենք սպասենք, չգնանք սկսենք արփելը, չգնանք խառնվենք այս աշխարհի համակարգի հետ, սրբությունով սպասենք։ Սպասումը պիտի ունենա ինչ? Դեմքի արտահայտություն։ Սպասումը պիտի ունենա դեմքի արտահայտություն։ Սպասող չսպասում մարդու դեմքի ներևում է։ Օրինակ, երբ որ տեսնում ես, չգիտեմ, կարոտած մի հատ մարդու սպասում ես, գալիս է, տպավորություն կա, չէ, գալիս է հեսա, երեխես, բանակից, գալիս է, չի ասում, չէ, երեխեն բանակից գալիս է, սպասումը պիտի եռանդ տա քեզ, սպասումը քեզ պիտի ներսդ վառի, սպասումը պիտի կարոտ լինի, սպասումը պիտի լինի, որ հանդիպման կարոտ։ Եթե դու սպասում ես առանց այս ներսի վիճակի, կարող է ուրիշ բան է սպասում։ Հովհաննես Մկրտիչը, երբ որ Հիսուսը մկրտեց, ասավ, ահա ինքն է կենդանի Աստծո որդին, որի վրա նայավ որ Սուրբ Հոգով կմկրտի, ու մի քիչ սպասելուց հետո մարդ ուղարկեց։ Դու ես, թե ուրիշի սպասենք։ Հիսուսն ասավ, տես գործերս։ Կաղերը քայլում են, երանելի է նա, որին վրա չի կասկածում սպասումը։ Ու չի կասկածում սպասումը, որ ես եմ։ Ես գիտեմ, ես ինքս հովիվ եմ բազում մարդկանց համար աղոթում եմ։ Գիտեք, ինձանից չի կախված, որ Աստված ինձ ոնց է օգտագործում մարդկանց աղոթելու կյանքում։ Կախված է մարդու սպասումից։ Եթե մարդը սպասում է, որ այս մարդուն Աստված կօգտագործի, կապ չունի այդ մարդը ով է, Աստված իր սպասման վրա տալու է այդ մարդու միջոցով իրան խոսք։ Իսկ եթե մարդը սպասում չունի քեզանից, չի սպասում։ Այդ մարդը Աստված էլ այդ մարդուն այդ սպասմանն է պատասխանում։ Ամեն։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 28-րդ խոսքից։ Նույնպես էլ Քրիստոսը մեկ անգամ պատարագվեցավ շատերի մեղքերը վեր առնելու համար, եւ երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրեն սիրողների, իրեն լսողների, իրեն համբերողների, իրեն սպասողների կհայտնվի այն մարդկանց, ովքեր իրեն սպասում են, իրեն սպասողների փրկվելու համար։ Ում փրկելու համար? Սպասողների։ Ինչպես սպասեմ, դռների մոտի սպասում, դռների մոտի, որ հեսա հանդիպման ժամանակը, սպասման սանդղակը փոխեք,
Ակտիվացրու քո ներսում դռների մոտի սպասումը։ Ու այդ սպասումը ամեն ժամանակ ունեցիր։ Մենք ասում ենք այնպես ապրի վերջի օրվա պես, այնպես ապրի քո օրը վերջի օրվա պես։ Եթե առանց սպասման է, եթե սպասում չկա, ինչ վերջի օրվա մասին ես խոսում։ Դու պիտի սպասում ունենաս։ Այսօր Քրիստոսի մարմինը իր սպասման սանդղակը փոխել է։ Սպասում է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իր ծրագրերի մեջ պիտի Տիրոջ գալուստը մտնի։ Բայց ես կուզեմ, որ դու սպասումդ դռների մոտի սպասում լինի։ Եվ Տերը գալու է նրանց հետևից, ովքեր իրեն սպասում են։ Հիմա կարաս ձեռքդ քո վրա դնես։ Հայր, ուղղի իմ սպասումը, որ լինի դռների մոտի սպասում։ Ամեն։ Աստծո Սուրբ Հոգին ինձ խաղաղություն էր իջեցնում, որ մենք գիտակցենք սպասման աստիճանը։ Չի ասում մի սովորի, չի ասում քո գործով մի գործի, ամեն ինչ այդ ձևել արա որպես ինչ գործով որ անում ես, եթե Տերը քեզ ասել արա, բայց սպասումդ բեր դռների մոտի սպասում։ Դռների մոտի։ Ու մենք իմացի ստեղ սպասասրահում ենք։ Սպասասրահում մարդիկ տներ չեն կառուցում։ Սպասասրահում մարդիկ չեն ասում ես չեմ գալիս։ Ես ինքս բան եմ աղել, գազի լցակայանում եղել եմ սմենի պետ, ու գիտես մոտս կամերա կար, որ միշտ նայում ինչ են անում սպասասրահում։ Մեկ էլ էր տեսնում սպասասրահում մարդիկ բաներ անում, որ տարօրինակ էր, սպասասրահի նման չէր։ Ու պատկերացում մարդիկ գալիս են սպասասրահում, իրանք չէին տենում, որ կամերաներ կա, ես տենում եմ, սպասասրահում մարդիկ պար էին գալիս, քեֆ էին անում, չգիտեմ ինչ էին անում, ասես մի քիչ նորմալ չի, էլի, որ էս ինչ են անում, ուրախացել են, չգիտեմ ինչ են անում։ Նորմալ է, որ մարդը սպասասրահում բարի ոչինչ, կարող է մեկի ծնունդն է, մեկի մյուսն է, բայց սպասասրահում տուն կառուցելը նորմալ չի։ Գնաց ասես ես մի կտոր հողում ես իմ տունն եմ կառուցում։ Կամ պատկերացրու մեկ հոգնած վարորդները գալիս են, սպասասրահը դառնում էր սպալնյա։ Աթոռները դնում էր, մեկ տեսնում էր ավտոն գնաց ինքը մնաց սպասասրահում։ Տենց էլ է։ Ու հելնում է տենում որ մեքենան գնացել է, Ռուսաստանից բերել է իրան, ինքը տեղ քնել է։ Այդ մեքենան գնացել է չեն նայել։ Հասել են տեղ տեսել բաուրա սպասասրահում մնաց։ Սպասասրահը դա կարճ ժամանակով մնալու տեղը։ Այս երկիրը մեր սպասասրահն է, կարճ ժամանակով։ Կլինի նոր երկինք, նոր երկիր, այնտեղ կլինենք հավիտենության մեջ։ Դա սպասասրահ է մեր համար։ Ամեն։ Եվ ասում է Տերը կգա այն ժամանակ, ովքեր որ սպասում էին իրան։ Ամեն։ Վերցնում ես այսօր ինչ որ մի բան։ Փառք Հիսուսին։ Գիտես, սպասել եւ գործել։ Սա շատ կարևոր շաղկապ է իրար հետ։ Եվ սպասել եւ գործել։ Հիմա եթե դու ծրագիր ունես, որ նոր տուն գնես, դու քո գործերով գնա եւ քո տունը գնի։ Երբ որ դու ինչ-որ մի բան ես ուզում անես, դու պիտի անես։ Մենք չենք քարոզում, որ լրիվ գործերը թող ու գնա սկսի սպասել։ Դու քո գործերը ինչ որ գործում ես, գործի, որ ասում է Երանի այն ծառային, երբ որ Տերը գա, տեսնի, որ ինչ անում կերակուրը տալիս է ժամանակին։ Կերակրում այն մարդկանց։ Ինչ կերակուրի մասին էր խոսում, եւ հոգեվոր եւ ֆիզիկապես։ Հիմա դու տան կին ես կամ տան տղամարդ ես, որ կերակրում ես քո ընտանիքը։ Լսել ես Քրիստոսի գալստի մասին, լրիվ թողել ես, զալը մնստել, վիրև ես նայեմ։ Սպասումը պիտի լինի առողջ եւ սպասումը պիտի լինի գործողությունների մեջ։ Հետաքրքիր բան կա զատիկի, երբ որ տեսնում ես ոնց էին հրամայել Աստված զատիկը ուտել։ Զատիկը ուտելու համար պայմաններ կար։ Կոշիկները հակը լինի, գոտին կապած լինի, ցուպը ձեռին։
մի ձեռով կարած գառան խորոված ուտես, գառն էլ պետք է խորոված եղել։ Դա ինչ պատրաստ վիճակով էր, որ դու պիտի զատիկ ուտեիր։ Խի է ձև պատրաստ։ Հարց չի առաջանում։ Որովհետև մյուս օր իրանք դուրս եկան Եգիպտոսից։ Արդեն պատրաստ էին։ Արդեն դուրս գալու ժամանակն էր։ Դու միշտ այս զատկի խորհուրդը պիտի տեսնես քո կյանքում։ Գոտիդ կապած, ցուպը ձեռքիդ, կոշիկներդ հագած, միշտ պիտի պատրաստ լինես, որովհետև զատիկը մեր համար արդեն մորթվել է։ Դա Քրիստոսի խորհուրդն էր, որ կմորթվի անմեղ գառը ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Մենք միշտ պիտի պատրաստ սպասենք։ Հիմա վերցնենք պատրաստի հակառակը։ Անպատրաստ։ Անպատրաստ։ Պատկերացրու տաքսին պատվիրել ես, հասելա ձեր տուն։ Դու էլ անպատրաստ ես։ Կարևոր հանդիպման ես։ Ինչ ես անում։ Ճանապարհին շորերդ հագնելով։ Շրթներկը տաքսիստի հայելում։ Հոպարջան, մի հատ կարամ ձեր հայելում։ Չի լինում է ձև ժողովուրդ ջան։ Ձեր պատրաստման վրա ժամանակ դրեք։ Քո հանդիպումը, դռան մոտի հանդիպումը, դռան մոտի սպասումը, ակտիվացրու քո ներսում։ Այդ աչքերով նայ քո հոգևոր կյանքին։ Որովհետև Տերը կգա եւ չի ուշանա։ Նրանց հետևից, ովքեր սպասում են Տիրոջ։ Ամեն։ Կուզեմ մի տեղ էլ կարդամ, որը գրված է Սաղմոս 37-31-ից։ Իր Աստծո օրենքը իր սրտում է եւ նա քայլերը չեն տատանվի։ Որտեղ Աստծո օրենքը, Աստծո խոսքը իր սրտում է եւ նրա քայլերը չի տատանվի։ 34-րդ խոսքը Սպասիր Տիրոջը եւ պահիր նրա ճանապարհները եւ նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես եւ կտեսնես ամբարիշտներին սատկելիս։ Սպասիր Տիրոջը, ինչպես Աստծո խոսքը քո սրտի մեջ, Աստծո օրենքը քո սրտի մեջ եւ սպասիր Տիրոջը եւ դու չպետք է տատանվես։ Տեսնում ես մի հատ քամի տվավ, այս կոմի վրա գնաց, մի հատ քամի ելավ, մյուս կոմի վրա։ Դու ակտիվացրու սպասումը քո ներսում։ Եթե սպասումը դռների մոտ չի, բեր դռների մոտի սպասում։ Հանդիպման սպասում։ Ակտիվացրու քո ներսում այդ սպասման սանդղակը։ Սաղմոս 27:14 Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի, սպասիր Տիրոջը։ Որ մի անգամ հերիք չէ, որ ասում էր սպասի Տիրոջը։ Երկրորդ անգամ ինչի ասում սպասի Տիրոջը։ Միտեղ ասում է ես Տիրոջը սպասելով սպասեցի։ Ոնց սպասելով սպասեցի, այն սպասում է, հերիք չէր։ Սպասելով սպասելը դա անդադարության հետ է։ Հավիտենության, անդադար, սպասում էր։ Այո, Հիսուսը գալու է իր այն ժողովրդի հետևից, ովքեր սպասում ունեն, որ Տերը կգա, որտև ասում է այն մարդիկ, ովքեր չէին սպասում, այդ ժամանակ եկավ Տերը, ինչը կորցրավ, չսպասելը, ինչը հեռացավ Քրիստոսի մարմնի միջից, սպասելը, ակտիվացրու քո ներսում սպասելը եւ վարակի մարդկանց սպասելու մեջ, սպասելու սանդղակի մեջ, որ լինի սպասում դռների մոտի սպասում։ Ամեն։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Բայց առաջ այս գիտեցեք, որ հետին օրերում ծաղր անողներ կգան, որ իրեն ցանկությունների պես կվարվեն եւ կասեն. ուր է որ նա գալստյան խոստումը, վասնզի այնուհետև որ հայրերը վախճանվեցավ եւ ամեն բան նույնպես մնում է եւ աշխարհի ստեղծագործությունից հետո։ Ինչ կասեն այս ծաղրողները վերջի ժամանակների։ Ասեն ուր է նրա գալստյան խոստումը։ Դուք էլ այնքան ասեցիք Հիսուսը գալիս է,
Այդ վերջի ժամանակների մարդիկ ասում, ախպեր էլ չենք հավատում։ Հիմա նորից նոր նույն բանա բարձացել, մեկ էլ խոսում են, որ հեսա Հիսուսը գալիս է, դե լավ հերիք է։ Ծաղր են մարդկանց ու ինչին կխփեն սպասմանը։ Ուրա։ Այդքան ասում եք Հիսուսը գալիս է, ուրա։ Այս 1000 տարի ասում եք Հիսուսը գալիս է, ուրա։ Ինչին է խփելու, որ դու չսպասես։ Տերը երբ կգա, կգա։ Ինքը չի ուշանա, իմացիր։ Բայց արդյոք դու սպասում ես նրա գալստյան։ Որպես հովիվ, եթե ես սպասում չունենամ, ես կհոգնեմ։ Որպես ծառայող, երբ որ դու սպասում չունեցար, դու կհոգնես մի օր։ Նույն բանը անելուց դու կհոգնես։ Նույն աշխատանքը անելուց դու կհոգնես։ Թեկուզ ինքը ամենաշահույթաբեր եւ ամենալավ աշխատանք լինի, դու մի օր կհոգնես քո արած աշխատանքից, եթե սպասում չունես քո ներսում։ Իսկ սատանան գիտես ինչն է ուզում տանել։ Այդ քո սպասելը։ Որ էլ չսպասես։ Ասի լավ է, այնքան պատերազմներ ա եղել, դուք ասում եք պատերազմների համբավներ, Մակեդոնացին այսքան կռիվ արել է, մյուսը այսքան արել, գիտես ինչքան համաճարակներ ա եղել, ինչքան եղել է այդքան էլ կլինի, Քրիստոսը գալուստը ուշանում է, մի սպասի։ Ամեն ինչ անը որ քո սպասմանը խփի։ Մենք պետք է մեր կյանքը շտկենք եւ բերենք սպասման մեջ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Միտեղ երկու եմ կարդամ Տիտոսի թուղթ 2-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Սպասելով այն երանելի լույսին եւ մեծ Աստծուն եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որ իր անձը մեզ համար տվեց, մեզ ամեն անօրենություններից փրկեց եւ սրբեց իր համար հատուկ ժողովուրդ չինեց բարի գործերով նախանձավոր։ Այն բաները խոսեցի եւ հորդորեցի եւ հանդիմանիր բոլոր սաստկությունով ոչ ոք քեզ չանարգի։ Խոսում է բանին առաքյալին, որ ինչ արա դու հանդիմանի շտկի եւ նենց արա, որ այդ սպասումը քո ներսից չհեռանա, որովհետեւ ասում սպասելով այն երանելի լույսին եւ մեծ Աստծու եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Սպասելով ու դեմարել է ձև են վերնագրել։ Սպասված ու անսպասելի։ Անսպասելին լինելու է այն մարդուն ներսում, ովքեր չեն սպասել։ Անսպասելին լինելու է ժողովուրդ, բայց այն մարդկանց ներսում, ովքեր չեն սպասել, ովքեր սպասումը թուլացել է, ովքեր սպասումը կորցրել են, ովքեր սպասում չունեն։ Ու գիտես, երբ որ դու սպասումը կորցնում ես, ինչ ես անում, սկսում ես կպնել այս աշխարհին, ավելի շատ, ավելի խորքային, ավելի, իսկ սպասումը բերում է ուրիշ կյանք, ուրախությունով, խաղաղությունով լցված, որ մի օր այս մարմին այս ցավերը չի ունենա, որ մի օր այս հիվանդությունները ինձ չի պատի, որ մի օր այս աղքատությունը իմ դուրս ինձ չի ծեծի, որ մի օր ես կլինեմ խաղաղության մեջ, այդ սպասումը պիտի մեր ներսում ակտիվացած լինի, եւ այդ սպասումը պիտի լինի մեր շարժառիթը, այդ սպասումը շտկելու է քո կյանքը, որ քո վրա անսպասելի չլինի այդ ամենը։ Ամեն։ Կուզեմ կարդամ նաև Հայտնություն 16-15 գլուխ։ Ահա գալիս եմ գողի նման, Երանի նրան, որը արթուն է եւ իր հանդերձները պահում է, որ ամեն մեկը, որ մերկ ման չգա եւ նրա ամոթը չտեսնեն։ Ահա գալիս եմ գողի նման, Երանի նրան, որ արթուն է։ Արթուն վիճակը, սա ոչ միայն ֆիզիկական արթուն վիճակի մասին է խոսում, սա հոգևոր արթուն վիճակի մասին է խոսում։ Հիմա պատկերացրու Տերը գալիս է եւ դու ունես չներում։ Տարիներով չես կարող ներես քո ամենամոտիկ հարազատին։ Տերը գալիս է, բայց քո բերանը լցված բամբասանքով։ Տերը գալիս է եւ քո ներսում բազում խնդիրներ կան, բազում։ Տերը գալիս է։ Դու պիտի անցնես սպասման երկրորդ գործողությանը։
շտկել քո կյանքը Աստծո խոսքի համապատասխան։ Չներումը մարդկանց տանում է դժոխք։ Սուտ խոսելը մարդկանց տանում է դժոխք։ Գողությունը մարդկանց տանում է դժոխք։ Հիմա եթե դու լսես, որ պիտի սպասես, ու մենակ ամեն օր սպասես, բայց չներումը, Հիսուսը հստակ ասավ, եթե դուք չեք ներում, ձեզ էլ չի ներվում։ Ես խնդրեմ Մերնարեն Գանավակի։ Եթե դու չես ներում, քեզ էլ չի ներվում։ Լավ, սպասեմ իմ մեղքերի բանով, սենց բարձված մեղքերով, թե կյանքս շտկելով սպասեմ։ Գիտես, այսօր մեղավոր մարդն էլ է սպասում, որ Քրիստոսը կգա, որտեվ ժամանակին իր մաման իր կամքին հակառակ տարել է եկեղեցի, բայց ինքը էլ եկեղեցու Քրիստոսի մարմնի հետ էլ կապ չունի, բայց սպասում է, որ Քրիստոսը կգա։ Բայց իր սպասումը արդարացված կլինի։ Իր սպասումը, որ հանդիպում ունենա Քրիստոսի հետ, կասի արի բարի հավատարիմ ծառա, թե չար եւ ծույլ ծառա։ Աստված ամեն մեկի համար ունի կամք իր տան մեջ գործելու։ Ամեն մեկի համար։ Ավակները դա հատուկ պաշտոն չի, դա մարդիկ են, որ ուզեցին Աստծո համար ինչ որ գործողություն անեն։ Հիմա դու երկար ժամանակ ուզում ես, որ Աստծո տան մեջ մի բան անես, ու տենց էլ չես անում։ Սկսի անել։ Գիտես, այնքան հետաքրքիր է, մենք ունենք այստեղ մաքրության ծառայություն։ Ու գիտես, բազում անգամ մենք բեմից ասում ենք, ունենք դրա կարիքը։ Բազում անգամ շատ մարդիկ լսում են, որ կարելի է եկեղեցին մաքրած։ Գիտես, այնքան հաճելի է, չէ՞ որ գալիս ես մաքրու ամեն ինչ։ Բա դու երբ ես սկսելու մաքրես։ Տարիներով մարդիկ քո համար մաքրում են։ Երբ է գութդ, խիղճդ, քարասրտությունդ, հպարտությունդ ջարդվել, որ մի օր գաս ասես, ես էլ եմ ուզում Տիրոջ տունը մաքրելու մասնակցել։ Երկար ժամանակ մենք աղոթում ենք քաղաքի փրկության համար։ Երբ ես քո այդ մի հատ փայտը թեկուզ բարակա բերես, ես կրակի վրա դնես։ Երբ ես տեղիցդ հելնելու։ Դե ես սպասում եմ Քրիստոսի գալստին։ Ճիշտ ես անում, որ սպասում ես Քրիստոսի գալստին, բայց սպասի այնպես, որ գործերդ էլ խոսա Քրիստոսի գալստի մասին։ Այո, Քրիստոսը չի ուշանա, կգա։ Նրանց համար, ովքեր իրեն սպասում են։ Ու աշները գցած նայում են, ու սիրտները ուղում են, ու գործերը խոսում է Քրիստոսի գալստի մասին։ Աստծո խոսքը ասում է, կլինի Քրիստոսի գալուստը ինչպես Նոյի օրերում եւ ինչպես Սոդոմն ու Գոմորի օրերում։ Ինչպես էր Նոյի օրերը եկեղեցու համար։ Նոյը իր ընտանիքով տապան էր կառուցում։ Դու պիտի հասկանաս, որ դու Նոյի գործի մեջ ես, ոչ թե աշխարհի կերուխումի մեջ։ Կլինի հացի կշտություն անհոգ վիճակ, դա չի պիտի քեզ վերաբերվի, դա պիտի վերաբերվի այն մարդուն, ով որ ձեռքերը կշտած տապանն է կառուցում։ Եկեղեցին դա տապանն է։ Եկեղեցին դա մարդկանց փրկության տապանն է։ Դու Նոյին ես օգնում, թե այն անհոգ վիճակի մեջ ես։ Եթե քո գործերը եւ քո սպասում այսօր տապանը չի կառուցում, կարող է տեղափոխվել ես Նոյի գործից աշխարհի հաճույքների, հացի կշտության անհոգ վիճակի մեջ։ Վերանայի քո կյանքը, վերանայի քո սպասումը, ակտիվացրու հանդիպումը քո ներսում։ Մոռացել ես հանդիպման մասին, վերահիշեցրու քո ներսի հանդիպումը, վերակենդանացրու քո հանդիպումը։ Ուխտեր ունես արած ու չես արել, վերակառուցի քո ուխտերը, բաներ ես որոշել Աստծո հետ ու դրել, գրքերի մեջ ունես գրված, որ ինչեր պիտի անես ու փակել ես կողքի դրել, որովհետև սպասումը տա փոխվել։ Վերակտիվացրու քո որոշումները, քո ուխտերը, սիրտը չշտկի սպասման մեջ։ Ուղղակի ես կուզեմ մի երգ վերցնենք,
ու այս երկի մեջ քո սպասումը բեր այն սանդղակի վրա դռների մոտ, եթե քո կյանքում բաներ կա խանգարող, բեր Աստծո առաջ, ասա Տեր իմ Աստված, սպասելով սպասում եմ քեզ, ու իմ սպասումների մեջ ես ուզում եմ, որ լինեմ ուղիղ ինչպես դու։ Եվ երբ որ Հիսուսը համբարձում էր երկինք, մի հրեշտակ դուրս եկավ եւ նրանց ասավ. ինչպես գնաց, այդպես էլ գալու է։ Ինչպես կայծակը ծագեց եւ բոլորը տեսան, այդպես էլ գալու է։ Գիտես, ես իմ մոտ հարց էլ առաջանում, բասենք երկրների տարբերություն կա, երբ որ միտեղ գիշեր լինի, միտեղ ցերեկ լինի, Քրիստոսը եկավ, ինչպես է կայծակի նման տեսնելու։ Ու Աստված իմ այս մանկական հարցին տվավ մանկական պատասխան։ Դա որ ձեր թաղում հրավառություն ա լինում։ Եք չես կարա մենակ նայես։ Պետք է սախտունը շուխուրանում ասում դուրս եկեք հրավառություն նայեք։ Ինչն է պատճառը, որ դու ասում ես վեկցեք, դες ոնց է կայծակի նման, ոնց է հրավառություն լինում։ Որ երկրում որ քնած ժողովուրդ լինի, այնտեղ ոնց ուզում ալի մի հատ արթուն պահակ կլինի։ Ինչ կանի այդ պահակը։ Այդ պահակը կտեսնի, որ Քրիստոսը երկնքից ծագեց ու կսկսի մնացածին արթնեցնել, որ գալիս է Քրիստոսը, դուրս եկեք դիմավորելու։ Այո, ես հավատում եմ, որ Քրիստոսը գալու է եւ հավատում եմ, որ շուտ է գալու։ Բայց Տիրոջ խոսքը ասում է, եթե ուշանայել, դու սպասի։ Ու սպասման մակարդակդ ակտիվացրու դռների մոտի սպասում, հանդիպման այդ հոտ ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, հանդիպման սպասում, հանդիպման գրկախառնություն, հանդիպման։ Այո, եթե թերի բաներ ունես, պատրաստվի, արագացրու, մի հետաձգի։ Եղել է սենց բան, երբ որ ասում են հյուրերը շատ մոտ են։ Հյուրերն է ձեր խնամիններ առաջ անգամ ձեր տուն են գալիս։ Բայց զալը տանը ինչքան անդամ կա լրիվ շարժվում են։ Կեսը որ շարժվեն ավելի լավ կլինի, որտեղ շարժվելով տալիս է մի քանի բան է թափում։ Ոնց դու տեղդ նստի մենք կանենք, մարդկա որ շարժվում է, մի քանի բան է ջարդում։ Այո, միգուցե քո կյանքում էլ անսպասելի կա։ Դրա համար կյանքը շտկի եւ բեր դռների մոտի սպասում։ Ես կուզեի այս քարոզը դնեի դռների մոտի սպասում, բայց Աստծուց այս ուղերձ ունեցա։ Սպասելի եւ չէ սպասում։ Անսպասելի, սպասված։ Բոլորը սպասում են։ Մեկ էլ անսպասելի, հոպ եղավ։